Այդ առարկությունը, ես ինչ է կատարվում, մարդիկ դրա համար բոլորը փախնում են։ Ուշքի չեն գալիս մարդիկ Մղջյանի դպրոցի նարկոսկանդալի մասին լսելուց հետո։ Արարատի մարզի այդ գյուղի դպրոցի զուգարանում բարձր դասարանցի մի քանի տղաներ կապկպել են 4-րդ դասարանի 2 աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել։ Քրեական վարույթ է նախաձեռնվել։ Դպրոց չկա, ինչի մասին է խոսքը։ Հիմա արդեն մարդիկ բացարձակ ճշմարտություն են համարում անգամ դավադրապաշտական թվացող լուրերը դպրոցների շուրջ։ Երևանում էլ ասում են շրջում են կոնֆետներ են հյուրասիրում, որը որ մեջը նարկոտիկ կա։ Սարսափելի է, շոկային է, անթույլատրելի է։ ԿԳՄՍ նախարարի արձագանքն է Մղջյանի դպրոց թմրավաճառության ու թմրամոլության ներխուժմանը։ Եթե դպրոցը այդ մասին տեղեկացված եղել է և պատշաճ քայլեր չի ձեռնարկել, բոլոր անձինք, ովքեր տեղեկացված են եղել, պետք է հեռացվեն աշխատանքից։ Արդեն քննարկվում է տնօրենին հեռացնելու հարցը, սակայն աշակերտների ծնողները հիմնականում դեմ են, որ Քաղցրիկ Մաթևոսյանին ազատեն աշխատանքից։ Նրանք հանդիպել են կրթության վարչության պետին, տնօրենին պաշտոնանք չանելու, աշակերտների անվտանգությունն ապահովելու խնդրանքով։ Մեղավորները միանշանակ պատժելու են։ Կարող է նաև լինել նմանատիպ բան տնօրենի ազատման հարց լինի։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի դասապրոցեսը չընդհատվի։ Ուղղակի անսպասելի շոկային դեպք է։ Բժիշկ նարկոլոգ Սուրեն Նազինյանը ոչ միայն շոկային, այլև աննախադեպ է համարում այն, որ թմրամիջոցը հասանելի է դարձել 9 տարեկան երեխաներին և այն էլ գյուղական դպրոցում։ Ըստ նրա 15-16 տարեկաններն են ավելի հաճախ նարկոկախվածություն ձեռք բերում։ Ունեցել ենք դեռահասային տարիքի պացիենտներ, այդ թվում նաև աղջիկներ, ու մենք միշտ ահազանգել ենք, որ թմրամիջոցները արդեն հասանել են դարձել դեռահասներին ցավալիորեն։ Բժիշկը հաստատում է ԿԳՄՍ նախարարի կարծիքը, որ դպրոցում մեկ օրում չի թմրամոլությունը տարածվել, որոշակի նշաններ են լինում և սարսափելի դեպքը կարող էին կանխել ծնողները կամ ուսուցիչները։ Թմրամիջոց գործածող դեռահասի մոտ վարքը շատ արագ փոխվում է, տեսանելիորեն։ Դա օրինակ, ես բազմիցս եմ ասել, դա օրինակ տրամադրության փոփոխություններն են, տարօրինակ, այսպես ասած, ոչ ադեկվատ, օրինակ ծիծաղկոտությունից եւ ուրախ, ոչ ադեկվատ ուրախ տրամադրությունից մինչեւ դեպրեսիա խորը, օտարացում որոշակի կամ օրինակ թմրամիջոց ձեռք բերելու համար միշտ անհրաժեշտ է լինում գումար, սև շուկայից ձեռք բերելու միշտ անհրաժեշտ է լինում գումար, դա գումարի պահանջներն են, կամ օրինակ գումարի անհետացումը տնից։ Ծանր դեպրեսիայից մինչև մահ, այսպիսի ավարտ կարող է ունենալ թմրանյութերի օգտագործումը դեռահասների շրջանում։ Դեռահասները խոցել են առումով, որ նախ օրգանիզմը ձևավորված չէ լիարժեքորեն, օրգանիզմի բոլոր օրգան համակարգերը, նույն կենտրոնական նյարդային համակարգը, դեռահասի մոտ դեռևս ձևավորված չէ հոգեկերտվածքը, երդոզավորումների հավանականությունն է շատ մեծ, մահվան ելքով։ Այսօրվա տվյալով թմրամոլության զոհ դարձած 7 դեռահաս և 18 տարին լրացած 13 երիտասարդ է բուժվում կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։ Ամբողջ աշխարհում այս խնդիրը լուրջ խնդիր է, նաև մեր տարածաշրջանում, նաև մեր հարևան երկրներում, մեր երկիրները չէր կարող անմասն մնալ։ Ու հանուն արդարության ես պետք է նշեմ, որ նույն Եվրոպական միության երկրներում կամ հետ խորհրդային երկրներում, նաև մեր հարևան երկրներում վիճակը ավելի վատ է, քան նույնիսկ Հայաստան։ Սա հանուն արդարության ես ասում եմ։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեր զգոնությունը կորցնենք։ Դպրոցներում ունենք անվտանգության ստանդարտի ապահովման խնդիր, խոստովանում է Ժաննա Անդրեասյանը։ Որովհետև հատկապես խոշոր դպրոցներում և հատկապես ավագ դպրոցներում, որտեղ դեռահասության տարիք ունեցող երեխաներն են, մենք ունենք ավելի լուրջ ռիսկեր։ Այստեղ մեզ անհանգստացնում է ոչ միայն թմրանյութեր, թմրամիջոցները, այլև անհանգստացնում են օրինակ դանակի գործադրմամբ կամ այլ միջոցներով տարբեր միջադեպերը։ Ոչ միայն դպրոցը, այլև ընտանիքը պետք է զգոն լինի, նկատում են քաղաքացիները։ Չէ՞ որ առաջի դաստիարակությունը տանը պիտի լինի, հետո նոր դպրոցում երեխաներին այնքան երես է տվել, թող հիշեն սովետական դաստիարակությունը, որը հարգի է ժողովուրդը, ծնողները, դասատուները, բոլորը պետք է պայքարեն նարկո բիզնեսը, ինչա դրա դեմ։ Միևնույն ժամանակ շատ քաղաքացիներ իշխանությանն են մեղադրում թմրամոլության դեմ պայքարում անգործություն դրսևորելու համար։ Բաց թող վիճակը ինչ ասեմ ես։ Իշխանությունը իրանք իրանցով են զբաղվում աղջիկ ջան։ Մենակ ասֆալտ են անում։
Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան և Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։